Եվրոպական միություն անդամակցությունը չի զրկում քեզ պետություն լինելուց, բայց միևնույն ժամանակ դու ունես կոնկրետ այդտեղ հնարավոր, այսինքն դու որ անդամակցում ես, կոնկրետ հնարավորություններ ունես։ Դու գիտես ինչ պայմաններով ես դու դառնում այդ միության մաս։ Այսինքն ես չեմ տեսնում խնդիր միության մեջ մտնելու, բայց այդ միության մեջ մտնելու հետևանքով դու արդյոք գիտես ինչ իրավունքներ ես ունենալու թե ոչ եւ այդ իրավունքները ամրապնդված են թե ոչ։ Ասեմ ձեզ, որ Եվրոպական միությունում այդ իրավունքները ամրապնդված են։ Ռուսաստանում, միութենական պետությունում, Ռուսաստանի կազմում այդպիսի իրավունքներ գոյություն չունեն, ինչպես սովետական միությունում, այսինքն բնույթն է այստեղ կարևոր, ոչ միայն զուտ ուղին, գիտեք, բնույթը։ Հարցը նրանում չէ, որ եվրոպական ուղղությունը ապրիորի լավն է, ռուսական ուղղությունը ապրիորի վատն է։ Ես այդպես չեմ քննարկում։ Ես ուղղակի ասում եմ, որ ռուսական ուղղությունը բռնապետական է։ Ուստի այդտեղ հնարավոր չի միության մեջ լինելը, նույնիսկ եթե դու դա ուղղակի ցանկանում ես։ Դա ցույց է տալի Եվրասիական տնտեսական միությունը, դա ցույց է տալիս ՀԱՊԿ-ը, այսինքն Ռուսաստանի այդ դաշինքները նշանակում է Ռուսաստանն է քեզ կառավարում։ Եվրոպական միությունում այդպիսի բան չկա։ Դու ես նաև Եվրոպական միության կառավարող դառնում։ Դա երկու կարևոր այսպիսի հարց է եւ կարծում եմ պարզաբանում այստեղ անհրաժեշտ էր, բայց պետք է նշել, որ իրանք խորամանկ ձևով Կտրիչ Ներսիսյանը եւ Սամվել Կարապետյանը սրա մասին բացահայտ չեն խոսում։ Կտրիչ Ներսիսյանը պատրաստվում էր այդ նույնը անել քրիստոնեական գաղափարի ներքո։ Այսինքն ինքը պետք է դառնար Հայաստանի նոր Խամենեի, այո, հայկական Խամենեի պետք է դառնար Կտրիչ Ներսիսյանը։ Հիշում եք Ռոբերտ Քոչարյանը ասել է հոգևորական պետք է առաջնորդի։ Բացահայտ ասել է, չէ՞, սա թաքուն փակ տեղեկատվություն չի, բաց տեղեկատվություն է իր հարցազրույցից։ Ասում է հոգևորական պետք է կառավարի այս գործընթացը եւ դա փորձել են արել քաղաքացի Բագրատ Գալստանյանի միջոցով այդ սրբազան պայքարի ճակերտներում իհարկե գործընթացով չստացվեց, Կտրիչ Ներսիսյանը դա պետք է աներ։ Հիշում եք, ես բազում անգամ խոսում էի, որ Կտրիչ Ներսյանին վարչապետ պետք է դարձնեին, բայց հետո ավելի ճիշտ ոչ թե վարչապետի կարգավիճակ, իրը վարչապետ որևէ մեկին կնշանակեին, ոնց որ Վրաստանում են նշանակում։ Կտրիչ Ներսյանը պետք է դառնար ճակերտներում հոգևոր առաջնորդ, այսինքն Խամենեի պես։ Դա ինչ է նշանակում, որ ինքը ընդմիշտ ղեկավար է, հասկանում եք, ռուսները ուզում են Կրեմլը, ուզում է ընդմիշտ ղեկավար, պարզ որ լինի։ Բայց իրանց սեփական ընդմիշտ ղեկավարը խոսքին, որովհետև Ադրբեջանում կա ընդմիշտ ղեկավար փաստացի Ալիև, բայց ինքը ռուսների ընդմիշտ ղեկավարը չէ։ Ինքը կարողացել է խաղալ ռուսների հետ, խաբել այդ թվում ռուսներին, բայց ռուսներինը չէ, դա ակնհայտ է։ Հայաստանում իրանք ուզում են Իվանիշվիլու պես, այսինքն Իվանիշվիլին Վրաստանում ընդմիշտ ղեկավար է դառել, հասկանում եք, ռուսական ընդմիշտ ղեկավար։ Իրան փոխելու կարգավիճակ հիմա չկա։ Ընտրություններով դու չես ինքը կեղծում է ընտրությունները, դու չես կարող ընտրություններով հիմա իրան փոխել։ Իսկ առանց ընտրությունների նաև չես կարող իրան փոխել։ Այսինքն իրավիճակը խրվել է իրականում եւ իրանք դա հասկացել են։ Ինչպես Սերժ Սարգսյանին դու չէիր կարող փոխել ընտրություններով, որովհետեւ ընտրություններով հիշում եք ինչ արդյունքներ կար ընտրություններում, այդպես կոչված։ Հիմա Սերժ Սարգսյանի գաղափարը այն ժամանակ չաշխատեց, հիմա իրանք ուզում էին դա անել Կտրիչ Ներսիսյանի միջոցով, որը պետք է քրիստոնեության թեզի տակ կարողանար ընդմիշտ ղեկավար դառնալ։ Խամենեին ընդմիշտ էր, գիտեք չէ, մինչև չմահանար ինքը ղեկավար էր լինելու, հիմա էլ որդին, այսինքն վերջ, այնտեղ չկա առհասարակ մարդկանց իրավունքներ, քաղաքացիական իրավունքներ, քաղաքական իրավունքներ, որևէ բան չկա, կա ընդմիշտ ղեկավար, վերջ։